Վազգենյան դպրանոցն իր հիմնադրման առաջին իսկ տարվանից չի խախտել այս ավանդույթը։ Ամեն տարվա հունվարի 13-ին տեսչական կազմը, դասախոսները, սաներն ու հյուրերը հավաքվում են միասին ուրախանալու և վերհիշելու անցած տարին։ Այսօր փոխվել են սաներն ու դասախոսները, սակայն նույնն է մնացել ոգին։ Այստեղ կա սեր, ջերմություն ու անկեղծություն։ Նմանակումներ դասախոսներին, հումորային տարբեր համարներ։ Սա է «Կաղանդ չեք» ծրագրի հիմնական նյութը։ Նոր դասախոսները չէին էլ կասկածում, որ դասերի ընթացքում իրենց ակամա թերացումներն ու բացթողումներն ուսանողները հիշելու ու արդեն հումորային տարբերակով ներկայացնելու են բոլորին։ Այս շահ է մեր օրերի Ռոբինզոնը։ Նախկինում այստեղ ուսանած ու այս ամենի միջով անցած սրբազաններն ու քահանաները մեկ անգամ ևս վերապրեցին հին ու բարի ժամանակները։ Մի հետաքրքիր ապրում ունեցա, երբ որ անձամբ քեզ են ուսանողները արդեն նմանակում, կատակներ անում։ Մենք հիշում ենք այն տարիները, երբ որ մենք մեր դասախոսներին ենք անում։ Պատկերացնում թե ինչպիսի զորավոր կամք են ունեցել մեր դասախոսները, որոնք հակառակ այդ ամենի եկել են սիրով դասախոսել են, մասնակցել են այս ճեմարանի կյանքին։ Երբ տարիների խորքից նայում ես, վերհիշում ես, թե ինչպիսի դժվարությունների, ինչպիսի պայմանների մեջ ենք մենք այն ժամանակ ուսանել, ստեղծագործել, ապա այսօր այս ամենը, այս շքեղությունը, այս բոլոր բարվոք պայմանները եւ հարմարավետությունը, որ տրվում է ուսանողին, միմիայն ուրախանում եւ սքանչանում ես, թե ինչպիսի սերունդ պիտի այժմ պատրաստվի եւ ծառայության հասնի Հայաստանի Սուրբ Եկեղեցու կարիքներին։ Տեսնորկ Աբեղա Սարգսյանը, Վազգենյան դպրանոցի նորանշանակ տեսուչը, ևս Վազգենյանի շրջանավարտ է։ Նա խոստացավ, որ ջերմ մթնոլորտն ու ուրախ տրամադրությունը երբեք չեն լքելու դպրանոցը։ Բոլորը կարծես անկապ թելերով, այսինքն անտեսանելի թելերով կապված են այստեղ եւ ամեն անգամ գալիս են այստեղ, որպեսզի նոր ուժ, նոր եռանդ ստանան եւ գնան իրենց ծառայությունը շարունակեն։ Եվ վերջո սա մեր տունն է, քանի որ ամեն մարդ ձգտում է իր տան մեջ մի շենություն տեսնել, ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեվոր եւ բարոյական, այնպես էլ իբրև այսօր այս հաստատության գլուխ պետք է ջանամ ամեն գեղեցիկ անել, որպեսզի այս հաստատությունը ծաղկի եւ պայծառանա։